Կալանքի միջնորդությունը մերժվեց հենց որ ասեմ։ Հա, ես անկեղծ ասած հետևեցի, որովհետև եթե այստեղ չլինեի ֆիզիկապես, դատարանի առջև կլինեի, դա երկու հարթությունում ենք, հա, դիտարկում, մեկը բարոյական, մյուսը իրավական, նաև երրորդ հարթությունը կա, ինչու ոչ նաև քաղաքական, որովհետև ակնհայտ է, որ իրավապահ մարմինները այս ողջ ընտրական գործընթացի ընթացքում առաջին անգամ չէ, որ այսպիսի միջամտություն են, ծայրահեղ միջամտություն են ունենում, երկրորդ դա եւս կոպիտ խախտում է, որովհետև բուն քվեարկության օրը այս տարեց կանայք առևանգվել էին, ընդգծում եմ առևանգվել, որովհետև մեր ոստիկանության մասին, ոստիկանության ծառայության մասին, իրավապահ մարմինների գործունեության մասին օրենքները նախատեսում են անձանց բերման ենթարկելու հստակ իրավակարգ։ Եվ դա որևէ կերպ չի ենթադրում, որ մարդուն կարող են գնալ առևանգել ու ժամերի ընթացքում չկարողանան իրենց աջակիցները, մերձավոր բարեկամները, փաստաբանները հայտնաբերել, թե որտեղ են գտնվում այդ անձինք։ Իսկ այդ օրը կոնկրետ ուժի ներկայացուցիչ կանայք, ընդ որում ընդգծեմ, հա, 75-ամյա կին, 90-ամյա կին, տարեց կանայք, հա, առևանգվել են եւ միայն ժամեր անց հաջողվել էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների միջնորդությամբ հայտնաբերել նրանց գտնվելու վայրը։ Այնուհետև նրանցից մեկին ազատ էին արձակել, մյուսին տարել էին, ձերբակալել էին ԶԲՎ եւ մինչ այս պահը դատավարությունը շարունակվում է, բարեբախտաբար Կալանքի միջնորդությունը մերժվեց։ Ընդհանրական ուզում եմ նշել, որ այո, մենք ինչպես նախորդիվ ասել ենք, որևէ մեկը չի բացառում, որ հանցագործության հատկանիշների փաստերի արկայության պարագայում իրավապահ մարմինները պետք է համապատասխան քննչական եւ օպերատիվ գործողություններ կատարեն, բայց այդ գործողությունները պետք է լինեն համաչափ եւ որոշակի։ Իսկ այս ողջ ընտրական գործընթացում դրսեւորած վարքագիծը իրավապահ մարմինների կողմից որևէ կերպով առնվազն համաչափության տարերին չեն համապատասխանում եւ մենք խստորեն դատապարտում ենք տարեց կանանց նկատմամբ, որովհետև ակնհայտ է, հա, որ նրանց անազատությունը որևէ կերպով անհրաժեշտություն չէր եւ բաց այդ մենք ինքներս արձանագրել ենք մի շարք դեպքեր բավականին երիտասարդ եւ առույգ իշխող ուժի կողմից քարոզչություն իրականացնող, օրինակ վստահված անձի ընտրական գործընթացի միջամտության դեպք եւ այս դեպքերում բնավ որևէ մեկը չի ձերբակալվել նույնիսկ օրինական ընթացակարգով։ Հետևաբար ծայրահեղ անընդունելի եւ ոչ իրավաչափ ենք գնահատում այս գործընթացը։ Ես եթե թույլ տաք ընդհանրապես նաեւ